Հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում մի աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը։ Եվ Հակոբովնան ձեզ համար նախապատրաստել է երաժշտական թողարկում, ունեմ տաղանդավոր հյուր, պրեմիերա, նորություններ եւ այսպես շարունակ։ Բայց րոպե նրանց, որովհետեւ ըստ ֆորմատի շնորհավոր եմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում, լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ։ Եվ հատուկ ձեզ համար տեսահոլովակ։ Իդեպ տեղեկացնեմ, որ տեսահոլովակի տաղանդավոր հերոսը արդեն ինձ մոտ տաղավարում է։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Աշխարհում սիրել եմ քեզ իմ անգին իմ լուսերես Աշխարհում սիրել եմ քեզ իմ անգին իմ լուսերես Ախ մինչև երբ Իմ հոգին պիտի այրես Ախ մինչև երբ Իմ հոգին պիտի այրես Դու ես իմ սերն անմար Ապրում եմ յարքես Հազար տարի կսպասեմ միայն թե գաս անուշյալ Հազար տարի կսպասեմ միայն թե գաս անուշյալ Մեր ձեռքից կանցնեն կերթան օրերը ջահելության Մեր ձեռքից կանցնեն կերթան օրերը ջահելության Սերան ենքան գինանքեր Ժամն է մեր ուրախության Սերան ենքան գինանքեր Ժամն է մեր ուրախության Դու ես իմ սերն անմար Ապրում եմ յարքես համար Հազար տարի կսպասեմ միայն թե գաս անուշյալ Հազար տարի կսպասեմ միայն թե գաս անուշյալ Միայն թե գաս Anush ya Դե ինչ ես վստահ եմ, որ շատերը մոտ նստեցին, ձայնը բարձրացրեցին, շատերին ասում են, մենք նրա հետևորդն ենք, գիտենք, որ ունի նորություն, դե բնականաբար պետք է կիսվի նաև մեզ հետ։ Մեծագույն սիրով հյուրընկալում տաղանդավոր ընկերոջը, Մասիս Հունանյանին։ Մասիս ջան, բարի օր, բարի գալուստ։ Ողջույն Զինա ջան։ Գիտես չէ, ես հենց story ասվածը նայում եմ, տեսնում եմ ինչ-որ նորություն կա, չգիտեմ ինչի ամեն զանգից հետո ասում կարող եմ Մասիսն է, նենց որ դու այն իմ ընկերներից ես, որ պահում ես կոպիտ ասած
ճիշտը ու կարգավիճակ գիտես այդ էգոիզմի մոտ խեղդում այլ որ առաջինի մոտ լինի շատ լավ նախ սկսենք մի քիչ հետ գնանք նոր գանք տեսահոլովակին էլի ես պաշտում եմ այն երևույթները, որ դու ոչ միայն առիթներ ես տեղադրում, թե ոնց ես այդ քո երգերով մի ամբողջ հարսանիքի առիթի մասնակիցներին ոտի հանում, այլ պաշտում եմ նաև որ լինում ես համերգային ծրագրերի ընթացքում։ Եվ սիրում եմ քո Գրիգորի Եսանի դուետները։ Այդ ամբողջը ընթացքի մեջ է, չէ՞։ Այո, բարբերաբար։ Հա, այդ աշխատանքային process-ն է նաև։ Վաստակելու թեման է, բայց շատ լավն է։ Մի հատ խնդրանք ունեմ, այդ ամբողջ ասում եմ դրա համար, էլի։ Ես քեզ խնդրում եմ, մի հատ տեսահոլովակ ինձ տաս, դա լինի, ասենք, իմ պրոդյուսերական, այսպես ասած, առաջարկը քեզ։ Բոլոր այդ առիթներից հավաքի խնդրում եմ, մի հատ տեսահոլովակ դարձնենք եթեր տանք, էլի։ Մեծ սիրով։ Մի երգել գրեմ, այսինքն Տինա ջան։ Դե կարոս երգը չգրես, բայց մի երգի հիման վրա տարբեր առիթներից հավաքես, թե ոնց են ուրախանում, ոնց են այդ շուրջ պարը բռնում։ Շատ լավ, մանավանդ որ մենք երկուսով ենք, չէ՞, արդեն։ Թեկուս։ Այո։ Մեծ սիրով, լավ միտ տվեց։ Լավն էր, չէ՞։ Հրաշալի միտ տվեց։ Վերջացավ, ոնց որ այդ ունեցի, էլի։ Ես գիտեմ կա հանրության մի մեծ զանգված, հիմա առավել եւս, որ պաշտում են հենց այդպիսի տեսահոլովակները։ Տեսնեն թե դու առիթների ժամանակ ինչպիսին ես, դու վստահ եմ դու առիթների ժամանակ մի քիչ ուրիշ ես։ Այո։ Հետները հավասար քեֆել ես անում։ Իհարկե, դե եթերային իր հերթին դա արդեն քեֆ ենք անում։ Ես լսել եմ վերջերս ասում, բա մեր տողում բավոր տեսնեք առիթի ժամանակ ոնց ինչ լավն է լինում։ Այդ նշանակումը որ ուզում են նաև քեֆանող Մասիսին էլ տեսնել, էլ թե ոնց ուրախացնում։ Դե կարծում եմ կատենց բան չէ։ Կա, ստացվում է քեֆանել Տինա ջան։ Շատ լավ։ Բայց այս երկն ու տեսահոլովակը ոնց որ թե ինչ որ չափով մի քիչ տարբերվող է։ Ինչ ես արել։ Էլի ես եմ գրել, այս վերջերս սկսել եմ ավելի հաճախ ստեղծագործել, երևի թե ավելի շատ հաճախ ստեղծագործել, քան այս վերջի տարին համերգայինով շրջագայել, նաև այս ամենի համար եմ ուրախ, երկուսն էլ իր հերթին շատ լավ են, որովհետև բացահայտումներ եմ անում ին մեջ, իսկ այս երգը այդպես տունը նստած փորձեց եկավ էլի մուսան։ Ես ինձ համարում եմ այն ստեղծագործող մարդկանց դասին եմ ես ինձ թվում է պատկանում, որ չեք կան, որ պատվեր պետք է էս ինչ տառիա, էս ինչ անունը այդ չի լինի։ Մինչև իմ մոտ մուսան չգա, միգուցե ես 3 ամիս էլ չկարողանամ գրել երգ, ու պատահական գալիս է մուսան, եւ այս երգն էլ մուսաներից մեկն էր, եւ ստացվեց ընկերներիս հետ միասին երգ տեսահոլովակ միասին նկարեցինք։ Ում հետ աշխատեցիր։ Ընկերների հետ եմ աշխատել, լավ, Լորիսի Նիկողոսյան, կլարնետահար, փողային գործիքներ, DJ եմ ներգրավել, Ջիվանա իմ ընկեր, DJ-ի վեճ, Մկոնե Հովանեսյան, Հովանա գործի տեսահոլովակը նկարել ռեժիսոր, այդպես հետարքիր լավ թիմ ենք ունեցել։ Շատ լավ։ Մի հարց էլ տամ նոր պրեմիերան կազմակերպենք, հա։ Մուսան որ գալիս է այդ հոգեվիճակից է լինում, թե պահի տակ, չգիտեմ, ինչ որ գործողություն ես անում, մեկ էլ մտքիդ գալիս է։ Ոնց է լինում։ Ու դու միանգամից դիկտաֆոնի մեջ։ Դե լինելով երգիչ, Դինա ջան, չէ, միշտ մտքով երգի հետ ես, երգի երաժշտության, ուսումնասիրության, տարբեր ինչ-որ նորություն լսելու, եւ միշտ դու երգային այդ տրամադրության տակ ես ու ինչ-որ մի բան երգում ես, փորձում ես եւ այդ ասած դիկտաֆոնը գալիս է օգնության, բայց ես սիրում եմ ավելի շատ գրչին տալ։ Հա։ Ինձ դա է հաճելի ավելի շատ։ Նոտա գիտես դրա համար։ Հա, ինչի՞ չէ։ Դու դորթն առավելություն է, էլի։ Նաև առավելություն է։ Ինչու՞ չէ, դիկտաֆոնն էլ իր հերթին է օգնում, որպեսզի դու հանգած եկածը չկորցնես։ Որովհետև մի պահ գալիս է երգը, հետո կարող է դու երկրորդ անգամ չկարողանաս նույնը նորից երգել, օգնության գալիս է, բայց բարերի վերջում նոտագրության ինչու՞ չէ, տարբեր ինչ որ այդպիսի արդեն շտկումներ անելու համար գրչին տալը ավելի ճիշտ է կարծում եմ։ Համաձայն եմ։ Հոգե հարազատ է ինձ։ Շատ լավ, այսքան խոսելուց հետո միասին կազմակերպենք, այնպես որ 21 TV-ի եթերում տեսահոլովակի պրեմիերա ինձ որ շատ է դուր եկել այս ոճը, չգիտեմ, ինչ տեսակ լավն է տրամադրող է ու հատուկ այն մարդկանց համար, ովքեր որ սիրում են առիթի ժամանակ լինի եւ ժողը, եւ հալալը, եւ ազգագրականը, եւ ինչու ոչ, հենց Մասիսը։ Այնպես որ հատուկ ձեզ համար տեսահոլովակի պրեմիերա, որից հետո վերադառնում ենք տաղավար։
համուշիկ կապուտ աչքերիդ մեռնեմ արի սիրել եմ կառնեմ արի սիրել եմ կառնեմ դու աղջիկ ես սիրունիկ համանուշիկ կապուտ աչքերիդ մեռնեմ արի սիրել եմ կառնեմ Սևանի ջուրս հառնե երկս քեզի համար է արի սիրունիկ աղջիկ քեզ տամ շատ անուշ բաճիկ Սևանի ջուրս հառնե երկս քեզի համար է արի սիրունիկ աղջիկ քեզ տամ շատ քաղցր բաճիկ Խունջիկ մունջիկ քայլվածքը ինձ արել են խելքահան ախր ես ոնց դիմանամ Էդ քո սիրուն նայվածքը խունջիկ մունջիկ քայլվածքը ինձ արել են խելքահան ասա ես ոնց դիմանամ ասա ես ոնց դիմանամ Սևանի ջուրս հառնե երկս քեզի համար է արի սիրունիկ աղջիկ քեզ տամ շատ անուշ բաճիկ Սևանի ջուրս հառնե երկս քեզի համար է արի սիրունիկ աղջիկ քեզ տամ շատ քաղցր բաճիկ ջուրս հառնե երկս քեզի համար է արի սիրունիկ աղջիկ քեզ տամ շատ անուշ բաճիկ Սևանի ջուրս հառնե երկս քեզի համար է արի սիրունիկ աղջիկ քեզ տամ շատ քաղցր բաճիկ Սևանի ջուրս հառնե երկս քեզի համար է արի սիրունիկ աղջիկ քեզ տամ շատ անուշ բաճիկ Սևանի ջուրս հառնե երկս քեզի համար է արի սիրունիկ աղջիկ քեզ տամ շատ քաղցր բաճիկ Դե ինչ 21 TV-ի եթերում տեղ ունեցավ տեսահովակի պրեմիերա, մասիսի ինձ մոտ տաղավարում ենք արդեն ինչ-որ չափով նյուանսներ, այսպես ասած։ Իմացանք, ես շնորհավոր եմ ընկերոջս լավ գործի համար, որ ռեստորանի տնօրենները, մենեջերներն ասում են, «Ձին ինչ կասում, նոր գործ ենք բերել»։ Այնպես որ արդեն վստահ եմ, որ մի այլ տարբերակով այս աշխատանքը նաև լինելու է կոմերցիոն։ Ես սիրում եմ, որ նաև դառնում է կոմերցիոն, ճիշտ աշխատացնելուց է նաև։ Իհարկե, եւ գիտեք, ամեն երկ ունի իր ուղին, այդպես։ Երկ կա, որ իսկապես գնում է դեպի բեմ, համերգ, ավելի հաճախ։ Եվ երկ կա, որ ավելի շատ գնում է ուրախացնելու։ Ես կարծում եմ, որ այս երկի մեջ երկուսն էլ կա, հա, իհարկե հանդիսատեսի արդեն ունկնդիրների կարծիքը ավելի կհաստատի այդ ամեն ինչը։ Շատ լավ, ես խոստանամ, որ այս տեսահոլովակը բազմիցս հենց կարող եք դիտել մեր ծրագրի, առավելս իմ ծրագրի շրջանակում, ֆորմատը այն բավականին մոտ է մեր ծրագրին։ Ես սիրում եմ ավելի շատ այդ տաշի տմբլյասվածը լինի ինձ մոտ, քան այն սրտաճմլիկ երգերը, որովհետև հիմա մենք պակասում ենք ավելի ժպիտի կներեք էլի որ տենց թոսերն էլ էլի ուրախ լինի այդ տառապող սերերից մի քիչ հոգնել եմ ես անձամբ բայց մինչ այդ մի հարց եմ տալիս ու իմ ընկերոջը նախապատրաստել եմ հատուկ հարցեր որ մի քիչ էլ բացահայտենք որպես անհատ սիրում եմ քո հարցերը գիտեմ երևույթ տան լույսը որ հիմա արդեն ոնց հասկացա ատամներ ունի այնպես սաղիթ խառնել է իրար այսպես այնպես ինչ է զգում մասիս երաշտական թեմա կա մոտը զգացնել տալիս է մոտը մնաց չի դից փոքր չէ 4 ամսեկան կա ամսի 21-ին արդեն 6 ամսեկան 6 ամսեկան այո ճիշտն ասած չեմ նկատել, այ լավ հարցեր, որ ես մի քիչ ավելի ուշադիր լինեմ այդ առումով։ Դե հիմա չես շարժվում են ընթացքում։ Հա, այդ միշտ կա, բայց մի բան ասեմ, որ երգում եմ ջղայնանում է։
Լուրջ ես ասում, ինչի։ Չգիտեմ, շատ աջակցային եմ, որ երգում եմ գորգռում ավերես։ Լավ է։ Շատ լավ։ Եվ քանի որ մենք առաջին ենք եթերում ասել, որ մեր ընկերը դառնում է հայրիկ, այս դեպքում արդեն վաստակավոր Պապանյա, ես ուզում եմ եթերում նաև Ակոպովնան լինու էքսկլյուզիվ այն հաղորդավորին, որ ցույց կտա քո ձագին։ Հունիսի 1-ին սպասենք ձեզ մեզ մոտ եթեր։ Սպասեք։ Թող առաջին եթերը լինի լավ ընկերոջ մոտ։ Վերջացավ։ Խերով է մեր մոտի դեպ ասեմ, իսկ ես սիրում եմ, որ լավ երեխեքն են ինձ մոտ գալի, այդ իմ մոտ տեսակ բան է, որ ես մոտ հեվերա տալիս քեզ։ Այո։ Շատ լավ, թողնենք երեխուն, թող մամայդ հանգստանա մինչև հունիսի 1-ը, մենք անցնենք այն հարցերին, որը բլիցեն, երկար չմտածես։ Չէ։ Գնացինք։ Օրը սկսում է ժամը քանիսին, առավոտյան։ Արդեն ժամը 7:30-ից 8-ը։ Զարթնացնում, հա։ Այո։ Նորմալ է։ Ավելի ճիշտ ես ուզում եմ զարթնեմ, որ այդ պահերը վայել եմ իր այդ օրոցի մեջ այդ խաղը վայել եմ։ Հա, մեկ էլ հոտը։ Եվ հոտը վայել եմ, այո։ Ուրիշ թեմա է, շատ լավ։ Իսկ առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Առավոտյան սուրճ եւ երեկոյան թեյ։ Երկուսն էլ կա։ Լավ։ Նախընտրել ուտեստ ունես մասիս։ Իմ ձեռքի պատրաստած ուտեստներից օրինակ խաշլաման։ Դու պատրաստում ես։ Այո։ Լուրջ ես ասում։ Այո։ Դու բացահայտումներ եմ անում, շատ լավ։ Իսկ խմիչք։ Եվ ավելի շատ կոնյակ։ Լավ։ Իսկ կա կենաց, որ սիրում ես նաև բարձրաձայնել։ Կամ եթե չբարձրաձայն ես, ուղղակի խմել։ Կրկնվում եմ, բայց ծնողի կենաց։ Չէ, բայց մեկը ցմա եմ կարծիքով ամենալավ կենացն է։ Ծնողի եւ հայրենիքի կենացը։ Սև, սպիտակ, թե երկուսի մեջից սպիտակ, բայց ավելի վարգույն էր։ Հա, այդ լավ է։ Իսկ երեկոյան թե սպորտային հագուստ ես նախընտրում։ Երեկոյան երևի։ Լավ, սեր թե փող։ Սեր միանշանակ։ Փողը սեր չի լինում։ Լինում է սեր, որ լինի փող։ Տեղավորացրեց։ Ֆիլմ թե ներկայացում։ Ներկայացում։ Գյուղ թե քաղաք։ Քանի որ ես գյուղում եմ ծնվել, սկզբից գյուղ։ Հա։ Համագարկիչ թե հեռախոս։ Ոչ են։ Ինչի մասին երբեք չես բարձրաձայնի։ Ինչի մասին չեմ բա։ Ընդհանրապես ես բարձրաձայնող մարդ եմ, չեմ կարող, եթե չկիսվեմ, Հա։ շատ վատ կլինի ինձ հետ, բայց չեմ մտածել, չեմ բարձրաձայնի։ Չգիտեմ ինչի մասին չեմ բարձրաձայնի։ Մտածի։ Մի օր այդ թեման գալու է քո մոտ, որ ես դրա մասին չեմ խոսա բարձր։ Դեռ երևի չունեմ։ Շատ այդպիսի։ Աստուն փառք չունեմ ուրեմն Շատ լավ։ այդպիսի բան։ Իսկ ինչի երբեք չես անի։ Չեմ խոսի այնպիսի ստեր, որ ճակատագրական կլինի։ Լավ։ Իսկ ինչից ես ամենաշատը վախենում։ Ես աստվածաբախ մարդ եմ։ Լինա ջան։ Მე վախենում եմ Աստծուց։ Ես էլ։ Իսկ ունես կյանքի հերոս։ Մայրս։ Ապրես։ Հավատում ես երազներիդ մասիս։ Այո։ Քեզ ինչ որ ուղղորդում ա։ Այո։ Իսկ Վերջերս եմ սկսել հավատալ երազներից։ հա, այդ արդեն ուրիշ թեմա է, էլի։ Այն որ սպասում ես, չէ՞, տենաս։ Ես օրինակ մեկ-մեկ սպասում եմ երազի։ Չգիտեմ ինչի, հիմա տենց է։ Դա երազների մեջ սպասում եմ հերոսների ես ավելի շատ։ Օրինակ ես պապիկից շատերին հայտնի եմ, որ շատ եմ սիրել։ Պապիկն ինձ համար հոր դերում է եղել, այդպես վերցրել է այդ ծանր բեռը եւ պատվով առաջ է տարել եւ պապիկս մահացել է։ Ես միշտ սպասում եմ իրեն։ Տեսել ես, բայց հեչ։ Այո, ու միշտ հաջողություն եմ ունեցել։ Դե դա արդեն թեմա է։ Դրա համար եմ ասում։ Իսկ լսում ես ներքին ձայնիդ։ Այո։ Օգնում է։ Լսում եմ, բայց նորից շատ մտածում եմ։ Այստեղ փոքր մասից չկա, որ խանգարում է։ Երևի չէ։ Հիմա արդեն չէ։ Իսկ ինչի երբեք չես ների։ Սուտը, կեղծիքը։ Լավ։ Ռադիո թե TV։ Երևի TV։ Երևի չէ TV, կներեք։ Կարգախոս ունի Մասիս Սունանյանը։ Միշտ առաջ չընկճվել, չհիասթափվել, դժվարությունից չխուսափել։ Ու դա միշտ է եղել, թե նոր է սկսել է։ Միշտ է եղել, դա միշտ է եղել։ Կյանքը այդպես է կոփել։
Շատ լավ։ Վերջի հարցին հուսով եմ երկար չես մտածի։ Նախընտրած հեռուստահաղորդավարություն ունեք։ Այո, ունենք։ Միանշանակ ունենք, լավ ընկերակ, ճանաչում եք Դինա Հակոբովնան։ Հիանալի է, շատ լավ։ Հիմա մի հարց, որը հույսով եմ շատ ծանր չեն տանի այն մարդիկ, ովքեր որ լինում է դեպքեր, որ չեն հասկանում, որ սա կատակ հարց է, բայց նախընտրելի հարց է։ Ու ամեն մեկի չեմ կարող այդ հարցը տալ, եթե անկեղծ, որովհետև գիտեմ, որ ինչքան էլ իմ դիմացինը նորմալ ընդունում է, երկրորդը այդքան էլ լավ չի տանում, ոնց որ վերջի ժամանակահատվածում եղել էլի թեմաներ։ Կա նավ, այն էլ խորտակվող։ Երկու անց դու հնարավորություն ունես օգնել ընդամենը մեկին։ Մեկը Գրիշնա Եսայան, մյուսը Դինա Հակոբովնան։ Այդ ընկերակի պատմությունն է։ Համատեղել չի լինում։ Գրիշը խեղդվողը չի, լավ կլինի Դինա Հակոբովնան։ Այո, ես եմ համաձայն։ Գրիշ ջան, շուտով ես նրա այդ կհանդիպեմ, նոր թեմա ունի ինձ մոտ տաղավարում եւ վերջում ես ուզում եմ որպեսի տեսախցիկը քոնե քո երկրպագուներին հետևորդերին քո խոսք ասես։ Սիրելի հետևորդներ, երկրպագուներ, բոլորիդ շատ սիրում եմ եւ ինչպես ասեց Դինա Հակոբովնան, թող ձեր նավը երկար գնա եւ հասնի ափ, իսկ եթե ավելի լուրջ, թող բոլորդ լինեք խաղաղ, թող մեր երկրի սահմանները լինեն խաղաղ, որ մեր երկերը ձեզ միայն ուրախություն պատճառեն, տխրություն չհիշեցնեն։ Ապրես, շնորհակալ եմ շատ քեզ, շնորհակալ եմ լավ գործի համար։ Եվ գիտես, ես սիրում եմ առաջինը լինել այդ նորմալ երևույթ, հա, այնպես որ կներեն բոլոր ինձ այն իմ գործընկերները եւ հաղորդավարները, որոնք այլևս այդ թեմով չեն էլ խոսում, որտեղ գիտեն դա մոտ անփոփոխ է։ Այնպես որ բարևներս իմ ընկերներին, ճտինա լավ կնայեք, որ հունիսի 1-ին ես նրան լուրջ ներկացնեմ հանրությանը։ Լուրջ հարցեր եմ տալու։ Դե ինչ, այսքանով եզրափակվեց այսօրվա մեր թողարկումը, վստահ եմ բավարարված եք, ես բոլոր հարցերս պատասխանները ստացել եմ եւ հիշեք, որ հանդիպում ենք ամեն աշխատանքային օր ճիշտ նույն տեղում, այնպես որ միջև մեծս հետ իմ տաղանդավոր ընկերներ եւ իհարկե ձեր Դինա Հակոբովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում։ Բարին ընձեզ։ Ջավախեցի կենացդ, հալալ է աղուհացդ, ջավախցուն ընկեր դարձիր, դարդու ծավդ մորացիր։ Ջավախեցի կենացդ, հալալ է աղուհացդ, ջավախցուն ընկեր դարձիր, դարդու ծավդ մորացիր։ Երազիս է միշտ գալիս, հորս տունը ջավախքիս, չետեղեք չան պիտեր թամ, կարոցել եմ ջավախքիս։ Ախր կարակ, ախր սխա, ծալկա ունի նոզ բինդա, այս մեր երկը ձեզ նվեր, հասիբով ջավախցին է։ Ախր կարակ, ախր սխա, ծալկա ունի նոզ բինդա, այս մեր երկը ձեզ նվեր, հասիբով ջավախցին է։ Ջավախեցի կենացդ, հալալ է աղուհացդ, ջավախցուն ընկեր դարձիր, դարդու ծավդ մորացիր։ Ջավախեցի կենացդ, հալալ է աղուհացդ, ջավախցուն ընկեր դարձիր, դարդու ծավդ մորացիր։ Մանչս ուզած աղջիկդ, թավոր լինի հայուհի, հորդ խրատը լսիր, ոտքդ քարին չի հասնի։ Հարսանիքի թող պանեն, շատ ու շատ ջավախցիներ, գանիքորիս մասիսից, այս երկը լինի նվեր։ Հարսանիքի թող պանեն, շատ ու շատ ջավախցիներ, գանիքորիս մասիսից, այս երկը լինի նվեր։ Ջավախեցի կենացդ, հալալ է աղուհացդ, ջավախցուն ընկեր դարձիր, դարդու ծավդ մորացիր։